չի կարող ընդդիմությունը չունենալ հավակնորդ։ Չի կարող նույնիսկ քաղաքական կուսակցությունը, եթե նա քաղաքական կուսակցություն է, չունենալ հավակնորդ, որովհետև նրա քաղաքական գործունեության այնուամենայնիվ մարմնավորումը, գլուխը եւ ներկայացվածությունը դա հավակնությունն է։ Այդ հավակնության միջոցով է քաղաքական գործունեությունը ստացվում։ Եթե մենք պատիվ ունեմի պարագայում ունենք այս խնդիրը, իսկ մենք ունենք այս խնդիրը, եւ ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պատիվ ունեմի կամ հանրապետական կուսակցության ամենամեծ խնդիրներից մեկը դա հստակ լիդերության եւ հավակնությունների չարցանագրումն է։ Նրանց քաղաքական առաջարկը լիակատար այլ որակ կունենա եւ մրցակցային առումով այլ դիրքավորում կունենա, եթե նրանք եւս ունենան հավակնորդ, լինի դա ընտրությունների միջոցով, թե impeachment-ի միջոցով։ Պատիվ ունեմի Հայաստան դաշինքի պարագայում այդ ատրիբուտը չի բացակայում։ Կա։ Այնուամենայնիվ դեմս Ռոբերտ Քոչարյանի հավակնությունների դա կա։ Եվ այս պարագայում նրանց պատկերացումները impeachment-ի եւ ընտրության միջև, որքան էլ որ նրանք փորձում են կոծկել, հա, որ եւ նա է հնարավոր, չնայած impeachment-ի պարագայում տեսեք այս բացերն ու այս խնդիրները կան, բայց այնուամենայնիվ ընտրությունների առումով նրանց դիրքավորումը շատ ավելի հստակ է եւ շատ ավելի կոնկրետ է դրված։